Ընտանիքի համար հիմնաքարը եղել և մնում է սերը։ Աստված Ադամին և Եվային տվել էր բացարձակ սիրելու ունակություն, և աստվածային սերն էր միավորել նրանց սրտերը։ Ամուսնության մեջ հոգիները Աստծո հետ միավորվում են ինչ-որ անասելի միությամբ։ Ամուսնական սերը ամենահզոր սիրո տեսակն է։ Ուժեղ են մյուս հակումները ևս, բայց այս մեկն այնքան ուժեղ է, որ երբեք չի թուլանում, և ապագայում հավատարիմ ամուսինները անվախորեն հանդիպելու են և հավիտենության մեջ Քրիստոսի և մեկը մյուսի հետ մեծ ուրախություն ապրելու։ Ասում է Սուրբ Հովհան ոսկեբերանը. «Սիրո մեջ, ինչպես հավատի պարագայում, կարող են լինել կասկածներ, թերահավատություն, բայց այս ամենը հաղթահարելի են դառնում համբերությամբ, պայքարով, հաստատակամ որոշումով, որ անկախ հանգամանքներից իրենց սերը անպարտելի է և անվախճան»։ Ա Կորնթացիներ 13:8։ Քանի որ ինչ-որ դժվարությամբ է ձեռք բերվում, թանկ էլ գնահատվում է։ Սերը, ինչպես ծաղիկը, անընդհատ խնամքի և հոգատարության կարիք ունի։ Ամուսինները վայելում են սիրո պտուղները, երբ ամեն օր են սովորում սիրել, արդյունքում ստեղծելով սիրո, փոխըմբռնման, փոխզիջման, ներողամտության և զոհողության մթնոլորտ։ Սուրբ Պողոս առաքյալը Կորնթացիներին ուղղված նամակում զուգահեռ է անցկացնում Քրիստոսի եկեղեցու և մարմնի անդամների ամբողջության ու կարևորության միջև։ Այդպես է նաև քրիստոնյա ընտանիքի պարագայում, քանի որ մարմնի որևէ անդամ չի կարող մյուսին ասել, թե դու ինձ պետք չես, կամ դու իմ մարմնի մասը չես կազմում, այլ հակառակը, եթե մարմնի մի անդամ ցավ զգա, ցավ են զգում բոլոր անդամները։ Քրիստոնյա ընտանիքում էլ մեկի ուրախությունը բոլորի ուրախությունն է, մեկի տխրությունը բոլորի տխրությունը։ Եթե ընտանիքը նավի նմանեցնենք, ապա կարելի է պատկերացնել, թե նավը ինչ ընթացք է ունենում ծովում՝ մի օր հանդարտ, մի օր փոթորկոտ։ Այնինչ, երբ նավը ապավինում է Աստծուն, ապա չքանում են բոլոր անհանգստություններն ու վախերը։